օպերի, լիազոր, մի կողմից առավոտից իրիկու ասում եք սուպեր վարչապետական համակարգը, հեռախոսը վերցրեց, էս արեց, այն արեց, ես ասում եմ ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, որովհետև պատկերացրեք ես ավելի կարևոր գործեր ունեմ։ Երկրում ստեղծված են ինստիտուցիոնալ համակարգեր, գալիս են իրավապահ համակարգը, մենք օրենսդրական փոփոխություններ ենք արել, եւ այդ թվում քննչական կոմիտեն եւ հակակոռուպցիոն կոմիտեն գալիս է ազգային ժողովում հաշվետվություն է տալիս։ Եթե որևէ մեկը կասի, որ վարչապետը ինձ ասել է, որ կոռուպցիայի դեմ չպայքարես, եւ ընդհակառակը որևէ մեկը կասի, որ ես չեմ ասել բոլորին, որ ով որ կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է, դուք հիմա եկել եք ինձ մեկ էլ ասում եք բանում, բայց գիտես բանում սադում մասիվի, այն օրը անցնում էինք 4 հոգի նստած էր, մեկը պպզած, բա սենց ոնց կլինի։ Այ քեզ բան, դա ձեր զբաղվելու գործն է, պատգամավորեք, զբաղվեք, ինստիտուտներ կան երկրում։ Ես ուզում եմ մի հատ ձեր դուք ուզում եք երկիր ինստիտուցիոնալ ի վերջո ըլնի թե չլնի։ Երկրորդը ես ասում եմ դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ այդ կոնկրետ դեպքը եւ մենք նաեւ մեր ինչքան տեղյակ եմ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները այդ խնդիրը նաեւ կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերներին։ Ինձ համար տարբերություն չկա, ես սկզբունք եմ ասում։ Հիմա դուք ուզում եք, ինչ եք ուզում։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով, այդ թվում քննչական կոմիտեները, այդ թվում իրավապահ մարմինները։ Իսկ երբ որ հարցը կդառնա քաղաքական հարց, դրա արդեն ունի նաև քաղաքական որոշակի գործիքներ, որոնք նաև կկիրառվեն։ Հիմա դուք սենց բորբոքված, վրդովված, ինչ եք